Իսկ մենք պատերազմ ունեցել ենք, որովհետև եղել է Ղարաբաղի կոնֆլիկտը, եղել է Ղարաբաղի շարժումը։ Ղարաբաղի շարժումը խաղաղության եւ անվտանգության հետ անհամատեղելի են եղել։ Եվ մենք մեծ հաշիվ ենք տվել, ասել ենք լավ, ինչի մեջ է մեր ընտրությունը։ Եվ մենք ընտրություն ենք կատարել հոգուտ անվտանգության, հոգուտ խաղաղության։ Եվ մենք այսօր ունենք անվտանգություն, ունենք խաղաղություն, բայց մարդիկ ուզում են կամանց կարդում եմ նախորդ օրը, որ էլի պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները այդ քարտեզներով են հանդես գալիս, հրապարակումներով են հանդես գալիս, եւ ինչպես հիմիջարից ասեմ, Ղարաբաղի կոնֆլիկտն էլ սկսվել է շատ անմեղ հումանիտար հարցերից։ Հիմա վերադարձի իրավունք։ Ղարաբաղ վերադարձի իրավունք։ Ադրբեջանը դրան կհակադրի ձեզ հայտնի թեմաները։ Եվ այդ կետի վրա կսկսի եռալ եւ կդառնա կոնֆլիկտ։ Մենք ասում ենք այդ թեմաները երկկողմ պետքա փակվեն։ Եվ սա իրատեսական եւ լեգիտիմ մոտեցում է միջազգային իրավունքի տեսակետից։ Եվ սա է մոտեցումը, որ երաշխավորում է խաղաղության։ Որտեւ եթե մենք հիմա ասենք, որ Ղարաբաղի մեր սիրելի հայրենակիցները պետքա վերադառնան Ղարաբաղ եւ մեր փախստականները պետքա վերադառնան, նրանք էլ են ասում, մեր փախստականներն էլ ուրեմն պետքա վերադառնան։ Հա մենք ասում ենք, չէ, մի րոպե Ղարաբաղի դեպքը ուրիշ է, նրանք ասում են, չէ, մի րոպե մեր դեպքն էլ է ուրիշ։ Այս ինչ տեղի դեպքն էլ է ուրիշ։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Ես ուզում եմ ուղիղ ասել ձեր ժողովուրդ։ Եվ ես սրա մասին խոսել եմ այդ թվում հրապարակային։ Երբ է խաղաղությունը դառնում իրական, երբ որ մենք Ադրբեջանին առաջարկել ենք եւ առաջարկում ենք ռազմավարական գործարք։ Որն է ռազմավարական գործարքը։ Մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը միմյանց եւ ինքնիշխանությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն խորհրդային միության տարածքով։ Ներողություն, խորհրդային հայկական ԽՍՀ եւ ադրբեջանական ԽՍՀ տարածքներով։ Ուրեմն ճանաչում ենք ճշգրիտ, դելիմիտացիա ենք անում եւ հանգիստ ենք թողում իրար։ Հանգիստ ենք, ել չենք բանանում, փորփրում, ով երբ որտեղ ապրել եւ այլն, ինչ ա ունեցել, էսա ունեցել են անում։ Մենք փակում ենք այդ թեման, որովհետեւ դա է խաղաղությունը։